Հոկտեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը։ Մասնակցում էին ոստիկանության մարզային վարչությունների շտաբի պետերը, ենթակա տարածքային բաժինների հետաքննության բաժանմունքների պետերը եւ հետաքննության գծով տեսուչները։ Մասնագիտական պարապմունքի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հոդվածների քննարկում եւ մեկնաբանում եւ այլ հարցեր։ Գործնական պարապմունքի ընթացքում ներկայացվեցին օրակարգում ընդգրկված հարցերն ու դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները։ Մատնանշվեցին նաեւ ձեռքբերումներն ու թերացումները։ Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի 7-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 16, խարդախության 13, կողոպուտի շորթման եւ խուլիգանության մեկական դեպք։ Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 եւ գողության 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 43 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Հոկտեմբերի 3-ից 9 Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 91 տրանսպորտային միջոց, որից 75-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 16 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Նույն ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի ծառայողների կողմից մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 61 տրանսպորտային միջոց, որից 56-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ 22 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 25 վարորդի ժամկետնանց ապա պայմանագրով երթևեկելու եւ այլ խախտումների համար։ Ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Սեդա Զաքարյանը, որը օգոստոսի 9-ին ժամը 14:30-ի սահմաններում դուրս է եկել գյուղի Տլուտ կոչվող անդամասից եւ չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Սեդա Զաքարյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Իջևանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0263 40277 102 հեռախոսահամարներով։ Հոկտեմբերի 11-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, դիմում @police.am էլեկտրոնային հասցեներին։